Ջան, ոնց որ թե մենք չենք ընկալում ինչ օրակարգի շուրջ ենք համախմբվել։ Նախ ես զարմանում եմ, թե ինչու եք դուք զարմանում, որ պետական ինստիտուտները շփվում են հայ-առաքելական եկեղեցու կառույցների հետ։ Այսինքն ինչ։ Որտեղ այստեղ ներողություն, որտեղ այստեղ բանակցություններ են վարում, որ բանակցությունը ո՞րն է, ինչ բանակցություն։ Մենք կա Հայաստանի Հանրապետություն, կա Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտներ, կա հայ-առաքելական եկեղեցի, ինչ բանակցություն։ Հայ-առաքելական եկեղեցին զավթված է Կտրիչ Ներսիսյանի եւ նրա խմբակի կողմից, որոնք խախտել են կուսակրոնության ուխտը, կաթողիկոս է դարձել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին։ Եվ դրանից հետո եկեղեցական կարգերին համապատասխան որևէ հարաբերություն ես չեմ կարծում, որ հիմա կա եկեղեցու բարձրաստիճան դիրքերում, այլ ավելի շատ մաֆիոզ տրամաբանությամբ։ Եվ շատ նորմալ է, որ եկեղեցու նորոգման օրակարգի շուրջ պետքա ուրեմն համախմբվեն իրապես եկեղեցու կողքին եւ հայ առաքելական եկեղեցու իրական հետևորդները, եկեղեցու կողքին կանգնած եւ հայ առաքելական եկեղեցու իրական հետևորդները։ Առաջին հերթին բնականաբար հոգեվորականները, առաջին հերթին բնականաբար եպիսկոպոսները, առաջին հերթին բնականաբար թեմերի առաջնորդները աշխարհի ամենատարբեր ծայրերից։ Սա եկեղեցու նորոգման օրակարգ է եւ պետք չի զարմանալ, որ պետական ինստիտուտները շփվում են հայ առաքելական եկեղեցու հետ։ Հայաստանի պետական ինստիտուտները, սա չափազանց կարևոր շեշտադրում է։ Հայաստանի պետական, դուք եք զարմանում, որ Հայաստանի պետական ինստիտուտները շփվում են հայ առաքելական եկեղեցու կառույցների հետ։ Բա որ երկրի պետական ինստիտուտները պետքա շփվեին։ Շատ նորմալ է ամեն ինչ։ Մենք առաջ ենք շարժվում եկեղեցու նորոգման օրակարգով եւ ուրեմն հոգեվոր իշխանությունը վերադառնալու է ժողովրդին։ Դուք նորմալ եք համարում, որ ճնշումներ գործադրվեն հոգեվորականների ճնշումներ որևէ մեկի նկատմամբ մենք չենք մենք այդտեղ չենք երկխոսում, ներողություն։ Բայց ես իմ հարցը չեմ ավարտել եք ձեր հարցը, ես պատասխանում եմ։ Խնդրում եմ ձեր հարցն ավարտեք։ Որևէ ճնշում հոգեվորականների նկատմամբ չկա եւ չի կարող լինել։ Իսկ արդեն ունեք կաթողիկոսից եկեղեցու պատասխանեմ, հետո կարձագանքեք։ Իսկ օրինակ դուք համարում եք, երբ որ էլի նույնպես բարձրաստիճան հոգեվորականներ իրենց տեսակետը արտահայտում են առանց որևէ վիրավորանքի եւ այլն տեղի ունեցող process-ների նկատմամբ, որոնք ի տարբերություն այն մյուս խմբի, օրինակ իշխանությանը չեն թիրախավորում, այդ մարդկանց երբ որ թիրախավորում են, այդ թվում նաեւ ձեր գործընկերները ամենավերջին բառերով, դա ճնշում համարում եք հոգեվարականների նկատմամբ եւ եկեղեցու դեմ արշավ դա համարում եք, թե չէ։ Խնդրում ուղիղ պատասխանեք։ Ես ձեր գործընկերների համար չեմ ասում, դուք ասում դուք ձեր վերաբերմունքը ասեք, դուք որպես լրագրող։ Ես չեմ թիրախավորում։ Բա մեզ ինչ եք սիպում, մենք ուրիշների ասածները մեկնաբանենք, եթե տեսա։ Դուք տեղեկությունները պետք է մեկնաբանեք եւ տեղեկությունների ու տեղեկատվական բյուրո չենք։ Մեզ հարցրեք ազգային ժողովի օրակարգից, ասում եմ, պատասխանենք։ Հարցրեք, ասեք կիբերանվտանգության մասին օրենքը մարդկանց կյանքում ինչ է փոխելու, որ վաղը մյուս օր մարդկանց տվյալների հետ ինչ-որ խնդիր լինի կամ չլինի, կամ նաև քաղաքական հարցեր, այդ նշանակում է գոնե նշանակում է մի 10% պիտի իրականում մարդկանց խնդիրներին առնչվող հարցեր տակ, ես որ չնկատեի այդ կարիքը, չէ, ասի։ Լավ։ Այսինքն եկեղեցու օրակարգը առաջնային չէ, որ այս եկեղեցու օրակարգը նույնպես կարևոր է, բայց ես կարծում եմ, որ մնացած խնդիրները մեր քաղաքացիների համար պակաս կարևոր չեն։ Բայց ճիշտ է, էլի պարոն Թունյանն ասում։ Սա խորհրդարանական ճեպազրույց է, այո, եկեղեցու օրակարգը, եկեղեցու նորոգման օրակարգը չափազանց կարևոր է, բայց եկեղեցու նորոգման օրակարգը ներողություն, բայց նախորդ քարորյանիստերի օրակարգում ընդգրկված չէր։ Դրա փոխարեն նախորդ քարորյանիստերում ընդգրկված էր օրինակ ժամկետային զինծառայության, ժամկետի կրճատումը պարոն Թունյան, որի մասին հարցեր այսօր մեզ չտվեցին, առողջապահության համընդհանուր հայտարարման Սա մեր վերջին այս տարվա վերջին ճեպազրույցն է, ես առիթից օգտվելով ուզում եմ մեր հայրենակիցներին տեղեկացնել, որ մենք վերջին քարորիայի ընթացքում ընդունել ենք Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, ընդունել ենք մայր օրենքների մի մեծ փաթեթ, որը վերաբերում է թվային փոխակերպմանն ու կիբերանվտանգությանը, ընդունել ենք շատ մեծ չափով քննարկվող նախագիծ, որը վերաբերում է ժամկետային զինծառայության, այսինքն զինվորական ծառայության ժամկետի կրճատմանը եւ եւս երկու տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք իրականում
մարդկանց կյանքում շատ մեծ բան են փոխում։ Հիմա օրինակ ձեր կարծիքով զինվորական ծառայության ժամկետի կրճատումը մարդկանց համար հետաքրքիր չի, դրա հետ կապված ում վրա է տարածվելու, ում վրա չի տարածվելու, բոլորին Մենք պարզ է։ Անդրանիկ Քոչարյանի հետ երեք ծավալուն ճեպազրույց ենք ունեցել եւ ինքը Պարոն Հովհաննիսյանի հետ էլ կարող է պատասխանել է ծավալուն բոլոր ճեպազրույց մեր ունենալ, առանձին ինձ հետ էլ ունենալ։ Այնուամենայնիվ իմ հարցը Ես ձեզ պատասխան Հարգելի լրատվամիջոցներ, մեր ստիպել ժամանակը դուք սպառվեց արդեն։ Լավ որ բոլորիդ